Ընտրական, այսպես ասած, խուժանությունները Ընտրական, այսպես ասած, խուժանությունների դեմ է պայքարի ելել իշխանական падգամավորը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։ ընդդիմություն է, քաղաքական ընդդիմություն է դիտորդը։ Ընտրություններին դիտորդական առաքելությունների քաղաքական չեզոքությունը ստուգող նոր պահանջներ է սահմանել Արուսյակ Ջուլհակյանը։ Մասնակից կուսակցությունների օգտին կամ նրանց դեմ քարոզչություն իրականացնող դիտորդները չեն հավատարմագրվի։ Կամ նույնիսկ եթե ստացել է եւ հետո է հայտ եկել, որ ինքը քարոզչություն կամ հակաքարոզչություն է անում, այդ դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը իրավունք ունի վարույթ հարուցել եւ այդ վարույթի արդյունքներով ուժը կորցրած ճանաչել հավատարմագրումը։ Չեն թաքցնում իշխանականները Գյումրիի եւ Էջմիածնի ընտրություններից հետո են որոշել այս փոփոխություններն անել։ Գյումրու ավականու ընտրություններում դիտարկվել են քաղաքական կողմնակալության դրսևորումներ։ Նույն խնդիրը արձանագրվել է վաղ շաբաթի ընտրությունների ժամանակ, արդեն նախորդ տարվա նոյեմբերին։ Քաղտեխնոլոգներն արձանագրում են, սրանք այն ընտրություններն են, որոնք իշխանության մեղմ ասած սրտով չեն անցել։ Առաջին անգամ այս խնդիրը բարձրաձայնել է ականատես դիտորդական առաքելությունը նախորդ տարվա Գյումրու ընտրությունների ժամանակ։ Ականատես, որ ստեղծվել է 2018-ին։ Անուններ են տալիս Ջուլհակյանի ասած, այսպես ասած խուժանությունները, այսպես ասած խուժանությունների հեղինակների։ Մասնավորապես հայաքվե դիտորդական առաքելություն եւ վերջինիս դիտորդները չեն պահպանել քաղաքական չեզոքության կանոններ եւ նախընտրական քարոզչության ժամանակահատվածում իրականացնել են ակտիվ քարոզչություն հիմնականում քաղաքացիական պայմանագիր կուսակցության դեմ կամ Թաթրյան հիմնադրամ։ Ցույց են տալիս, որ Հայաքվե քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը դեռ կարճ է արձագանքում իրենց ուղղված մեղադրանքներին։ Երկու շաբթերը դրա մասին ավելի մանրամասն կխոսանք հայտարարություններ վերլուծելուց հետո։ Իշխանական падգամավորներ Արուսյակ Ջուլհակյանի, Վլադիմիր Վարդանյանի, Լիլիթ Մինասյանի ընտրական օրենսգրքում փոփոխություններ անելու նախագիծը ընտրակեղծիքների նախապատրաստություն է անվանում Հայաքվե քաղաքացիական միավորման համակարգողը։ Կտրուկ սահմանափակում է Հայաստանում դիտորդական առաքելություններ իրականացնելու հնարավորությունը ընդհանրապես ոչ միայն մեր համար, ընդհանրապես է սահմանափակում, որը ես կարծում եմ գործող վարչակարգի քաղաքականությունն ընտրություններից առաջ մաքսիմումի հասցնել, ընտրությունները կեղծելու իրենց հնարավորությունները։ ՔՊԱ-ականների արած փոփոխություններով դիտորդները պարտավոր են լինելու հրապարակել գործունեության վերջին 1 տարվա հաշվետվությունն ու բացահայտել դիտորդական առաքելության ֆինանսավորման աղբյուրները։ Չենք մասնակցում այս քննարկմանը։ Հայաստան խմբակցությունը բոյկոտում է ընտրական օրենսգրքի փոփոխությունների համար հրավիրված արտահերթ նիստը։ Ափալ-թափալ հրավիրված նիստը։ Ընդգծում են ընդդիմադիրները։ Իշխանության լկտի եւ զորբա պահվածքի օրինակներից մեկն է։ Արծվիկ Մինասյանն ասում է, ՔՊԱ-ականները օրինագիծը չեն քննարկել անաչառ դիտորդական առաքելությունների հետ։ Խորհրդարանում 3 է դրվել շրջանառության մեջ։ Մի քանի ժամվա ընթացքում խորհրդի նիստ է հրավիրվել, հետո բերվել արտահերթ նիստի օրակարգ, էլի արագացված ռեժիմով։ Կարող եմ մեկ նախադասությամբ բնութագրել որպես իշխանական դիտորդական առաքելությունների ձևավորման նախագիծ։ Անաչառ դիտորդական առաքելությունների գլխին ճոճվող սուր է սա, ասում են ընդդիմադիրները։ Եվ որպես կանոն այդ զրկումները տեղի են ունենալու իշխանությունների այլանդակությունները բարձրաձայնող դիտորդական առաքելությունների համար։ Մենք տեսանք, չէ, օրինակ, թե վաղարշապատի ընտրություններում, թե Գյումրիի ընտրություններում մի շարք դիտորդական առաքելություններ, ինչպիսի օբյեկտիվ գնահատականներ էին տալիս։ Ընտրական գործընթացների հետ կապված եւ այլն։ Հիմա այս մարտիկ ուզում են փակել նաեւ այս ճանապարհը, որպեսզի հետագայում ընտրակեղծիքներ իրականացնելու միջոցով ստանան նաեւ դրական դիտորդական առաքելությունների եզրակացություններ։ Հայաստան խմբակցության քարտուղարը մանրամասնում է, ազգային ժողովի խորհրդի նիստում իրենք հիշեցրել են իշխանականներին, որ ոչ միայն տեղական, այլև միջազգային նորմեր են խախտվում։ Վենետիկի հանձնաժողովը խորհուրդ չի տալիս ընտրական օրենսգիրքը էական փոփոխությունների ենթարկել, երբ ընտրություններին 1 տարի է մնացել։ Ալեն Սիմոնյանը ասում է, մեզ չի հետաքրքրում, թե Վենետիկի հանձնաժողովը ինչ կասի։
Արձագանքել է Ալեն Սիմոնյանը, Արծվիկ Մինասյանին սուտ խոսելու համար մեղադրել։ Տեսեք, թե ինչպես է սուտ խոսում։ Միայն թե հենց ազգային ժողովի նախագահի հրապարակած տեսանյութում կարելի է լսել, թե ինչպես է Սիմոնյանն ասում։ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը հետաքրքիր չէ։ Եթե ազգային ժողովի խորհուրդը որոշում է ինչ-որ հարց բանանի, օրակարգ ներառի, Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ստեղ Մենք ստանձնենք քիչ ազգային հետաքրքիր չի։ Ընտրություններին դիտորդական առաքելությունների իբր քաղաքական չեզոքությունը ստուգող օրենքը ոչ թե անհրաժեշտություն է, այլ պատվեր։ Խորհրդարանական ընտրություններից առաջ ՔՊԱ-կանների քաղաքական առաջնորդից ընդգծում են ընդդիմադիրները։ բռնապետի հրահանգը Ալփիս Քեսյան, Հենրիկ Համազասպյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։